Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմա 10 է եւ արդեն պետք է մեկնարկի, չէ՞։ Եվ նախ դատական նիստի սպասելիքներից եւ դատավորի անձի ընտրության վերաբերյալ։ Ես կարծում եմ մեր հասարակության մեջ որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ եթե գործը մակագրվել է Մաս Մելքոնյանին, ապա երբեք անխորոշված է։ Նույնիսկ եթե իրեն մակագրված դա չլիներ, արդեն այս կարգապոյի մեղադրանքը քննչականով անցկացնել դատարան բերել է կրկին այդ ռիսկը մեծ պարունակում էր, բայց իր մասնակցությունը արդեն կարծում եմ բոլորի մոտ հարց չի առաջացնում, որ կա քաղաքական որոշում եւ պետք է այդ որոշումը դատական ակտով պատետավորվի։ Բայց մի հատ շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, այսօր առավոտյան տրված մեկնաբանության մեջ հայտնեցի, որ եղած ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը եւ ծանոթանալով Փափանոն միջոցիկից նյութերին արդեն կարող եմ միանշանակ պնդել, որ դա այդպես է։ Եվ շատ ցավալի է, որ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների, որ ցերեկացել եք Բաքրատ Սրբազանի ձայնը։ Ես եմ ասում մոնտաժված նյութեր են, որտեղ ոչ միայն կոնտեքստից կտրված խոսքեր են, այլև ամբողջական նախադասություններ են ձևակերպված տարբեր մտքերից։ Եվ իրական խոսակցությունն ու ամեն դեպքում այն խոսակցությունները, որ ի սկզբանե ունեցել են իրավապահ մարմինները, վկայում են հակառակի մասին, որ որևէ հակաիրավական հանցավոր արար իրականացնելու մտադրություն որևէ անձ չի ունեցել։ Եվ եթե կան պաշտոնատար անձինք, ովքեր կարող են հակառակի մեկնաբանությունը տալ պնդել, սպասում եմ իրենց հայտարարություններին, որ կարող են ասել, որ հրապարակված ձայնագրությունները քննչական կոմիտեի կողմից մոնտաժված են եւ չեն խեղաթյուրում իրականությունը։ Չեն հակադարձում, բայց ամեն դեպքում իշխանությունների բոլոր մակարդակներում իրենց պարտքն են համարել այս ժամերի ընթացքում տեղադրել հայտարարություններ ահաբեկչության մասին, պետական հեղաշրջման մասին, գրառումներ են անում, ասում են, որ իսկապես կանխվել է մեծ ահաբեկչություն, համեմատում են նույնիսկ հոկտեմբերի 27 հետ նման համեմատություն իհարկե արել է իշխանամերձ շրջանակ։ Դրա համար լավ կլինի բավարար ապացույցներ հրապարակեն իրավապահ մարմինները, որպեսզի չունեն, իսկ ԿՓ-ական շրջանակի sense համակցված հայտարարություններ իրավապահ մարմինների գործողությունների հետ հուշում են, որ սա նախապես պատրաստված քաղաքական օպերացիա է եղել եւ նրանց այդ ոչի գրառումները էլի բխեցվում են այն նույն ձայնագրություններից, որոնք իրենք իսկ կեղծել են։ Պարոն Խոդրյան, գալով դատավորին, Մասիս Մելքոնյանին, հաշվի առնելով այդ աղմկահարույց նախադեպերը, այսինքն իշխանությունների, ինչպես նշում են մասնագետներ, նաև իշխանությունների հրահանգով դատական վճիռներն ու որոշումները, ինչ պետք է սպասել այսօր դատարանից։ Արդեն ասացի, որ դատարանից արդարացիության ակնկալիք չկա, Մասիս Մելքոնյանից առասարակ երբևէ որևէ վարույթով արդարացիության ակնկալիք չի եղել։ Ես այդքան ռոմանտիկ չեմ, որ Մասիս Մելքոնյանից սյուրպրիզներ սպասեմ։ Ամեն դեպքում մենք գնալու ենք, մասնակցելու ենք դատական նիստին, արձանագրելու ենք բոլոր խախտումներն ու վարույթի ապօրինությունը, հնարավորություն ենք տալ նիստը ռմբակա լինելու։ Հնարավորություն ենք տալու, որպեսզի դատախազ քննիչ, եթե դատախազ ներկայացած կլինի, դատարանը ներկայացնի իր դիրքորոշումները եւ եւս մեկ անգամ լրացուցիչ գործողությամբ ստորագրեն այդ ապօրինի գործողությունների տակ։